հունիսի 7-ին արձանագրված խախտումները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա, թիվ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների մասով եւ նույն որոշման երկրորդ կետով անվավեր է ճանաչել ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 35 ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 35 կոտորակ 65 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հունիսի 11-ի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից սեփական նախաձեռնությամբ թիվ 10 Ընտրատասկային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի թիվ 8A որոշումը վերանայելու մասին 255A որոշմամբ անվավեր է ճանաչել թիվ 10 ընտրատասկային ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հունիսի 11-ի Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում քվեարկության օրը արձանագրված խախտումների վերաբերյալ 88A որոշումը Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրատասկային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովի գրանցամատյաններում քվեարկության օրը 07/06/2026 թվականին արձանագրված խախտումների վերաբերյալ գնահատականները որևէ ազդեցություն չեն կարող ունենալ քվեարկության արդյունքների վրա թիվ 10 կոտորակ 51 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքների մասով եւ նույն որոշման երկրորդ կետով անվավեր է ճանաչել ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների կազմակերպման եւ անցկացման նպատակով թիվ 10 ընտրատասկային ընտրական հանձնաժողովի սպասարկման տարածքում կազմավորված թիվ 10-51 ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 72-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելու դեպքում այդ տեղամասում քվեարկության մասնակիցների թիվը արձանագրվում է որպես տեղամասային անճշտությունների գումարային չափ։ Նույն օրենսգրքի 101-րդ հոդվածի առաջին մասի համաձայն եթե ընտրությունների ընթացքում տեղի են ունեցել Սյուն օրենսգրքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա, ապա կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունում առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն անցնելու մասին, եթե այդ միջոցով հնարավոր շտկել այդ խախտումների հետևանքները։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գտնում է, որ թիվ 12 կոտորակ 13, 10 կոտորակ 51 եւ 36 կոտորակ 65 ընտրական տեղամասերում քվեարկության արդյունքների անվավեր ճանաչումը չի ազդում ընտրությունների արդյունքների վրա։ Արգելվեց, երբ որ որոշումը կա, դուք ձեր բողոքը իրավունք լրեք, մի խանգարեք նիստը, հարգելի ներկաներ, դե ասում եմ մի խանգարեք նիստը, հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խանգարեք նիստը, դուք, երբ որ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում կընդունի, դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Լրեք, դադարեցրեք, տեղից մի խոսեք, տիկին, եթե չեք կարող լրել, դուս եկեք։ Պարոն Չալաբյան, կորեկտ պահեք ձեզ։ Եթե ընթերցանության է գրավիրել, վարույթը ընթերցանության չի հանդիպում։ Դուք ընդհանրապես վարույթի հետ կապ չունեք, հարգելի գործընկերներ։ Հարգելի լիազորներ, կամ լրեք, կամ դուս եկեք։ Հարգելի լիազորներ, կամ լրեք, կամ դուս եկեք։ Հարգելի լիազորներ։ Տիկին Տոնյան, երբ որ մենք որոշումը կկայացնենք, դուք հնարավորություն ունեք դիմելու սահմանադրական դատարան։ Այո, տիկին Տոնյան, մի խոչընդոտեք նիստին, ամենայն հարգանքով։ Ավարտեցիք։
Հարգելի լիազոր ներկայացուցիչներ, մի խոչընդոտեք նիստը, լռեք, դուրս եկեք, հարգելի լիազոր ներկայացուցիչներ, դուրս եկեք։ Շնորհակալություն։